Առաջի անգամ հեռուստատեսությամբ ելույթ ունենամ Մոնթե Մելքոնյանը, քեզ ինչպես ներկայացնենք։ Ոչ մեկ ձևով։ Կուրապատ կինո, Մուղանլու եւ Ամիրանլար գյուղերը վաղուց արդեն ռազմական հզոր հենակետեր էին։ Ամիրանլարը 400 մետր հեռավորության վրա է Մարտունից։ Այստեղից եւ մյուս երկու գյուղերից համարյա ամեն օր գնդակոծվում եւ հրետակոծվում էր Մարտունին եւ հարակից գյուղերը։ 1992-ի հոկտեմբերի 2-ին Մարտունու ինքնապաշտպանության ուժերը ազատագրեցին Ամիրանլար, Մուղանլու, Կուրապատ կինո գյուղերը։ Առավոտյան ժամը 6:50-ին սկսած գործողությունը տևեց ընդամենը 50 րոպե։ Մի րոպե, 27 01-ին։ Կանա զորիկին ութոնը մստո։ 27 զորիկի դոթոնը մեզ։ Ալո։ Ուրեմն մի րոպե սպասես, զորիկ։ Ով է խոսողը։ Ես փոխանցեմ 27-ին։ Արտուր, որ Արտուրը։ Որ Արտուր։ Լավ, բան, ինչ որ հագաոտային մեկը գուզեր իմ հետս խոսիր, հիմա այդպես է կամ ոչ, այդ մարդը ուզեց կապիլ կամ ոչ, ինչ է խնդիրը։ Լավ, յալը։ Ո՞վ Մաքսիմին հիշում ես։ Մաքսիմ։ Ինկապի Մաքսիմը հիշում ես։ Այո, շատ։ Մաքսիմը։ Ու։ Մենք թռնում էին Գյուլիստան, ուղաթերով, թուրքերը խփել են ուղաթերով։ Իսկապես։ Քանի հոգի մերեր են մեջը։ 9 հոգի։ Ուղաթիրն ալ փչացած է։ Իրես ովազով է, Գագոն։ Աշտարակի Գագոն, հիշում ես։ Յորչանը։ Ալո, հիմա ով է խոսողը։ Ուր է, Ստեփանագետի մեջ ես հիմա։ Լավ, ինչ կնես։ Հասկացա, ես գիտեմ ինչ պիտի ասել։ Պիտի ասել, որ դուք պետք է երթաք այնտեղ եւ մեծի պաշտպանեք։ Ասեմ, որ գսես մեծ հաղթանակ է, բայց իրականության մեջ մեր շրջանի կարևոր մեկ մասը ազերներու ցերկերու մեջն էր։ Իրենք Ադրբեջանի փանագը գիշխեր այդ տարածություններու վրա մինչև հիմա խորհրդային փանագը, որ այստեղ էր, այդ շրջաններ գբահեր իրենց ցերկերու մեջ եւ խորհրդային փանագը քնած այլևս իրենք հրամատավորված էին եւ այսինքն թեկտեմբեր ամիսին ի վեր իրենք գիշխային այդ տարածություններու վրա, բայց Մարտունու շրջանն էին անոնք։ Հետո այն դեղերեն անընդհատ Մարտունու քաղաքի վրա եւ մյուս քյուղերուն վրա գռումպագոծեին։ Շատ զոհեր դվինք այս վերջին ամիսներում, մոտ 9 ամիսվա մեջ շատ զոհ դվինք այդ ռումպագոծումներու պատճառով։ Փրկությունը շատ անհանգիստ էր, տնտեսությունը ամբողջովին խանգարված էր։ Ուրեմն այս դեղերի քրավումը անշուշտ ամեն ձևով պետք է ըլլար, պետք է ընենք։ Բայց պիտի միևնույն ադեն հասկանանք, որ մենք միայն քրավեցինք այն ինչը, որ արդեն այս շրջանին կպատկանենք։ Թե ուրիշ տարածություններ կան այս շրջանի մեջ, որ դագվին իրենք իշխեն։ Ուրեմն դագվին շատ գործ ունենք։ Մոտ մեկ ամիս առաջ սեպտեմբեր 4-ին Ավդալ Գյուլաբլու ալմտանք, այն դեղերը ազատեցինք եւ հիմա այն որոշ քյուղերը հանգիստ են, առաջ իրենք ալ միշտ անընդհատ ռումպագոծման դակ էին, շատ զոհեր դվին այն դեղերը, քյուղերը գրեթե երկու Ավդուր եւ Նորշեն քյուղերը գրեթե ամբողջովին քանտվեցան, բայց հիմա հանգիստ են գուզենք վերասարքել։ Հիմա այստեղ նոր քրավեցինք, հագահարցակումը կսպասենք, որ անորալ չարտենք։ Իրենց այս վերջին մեկ ամսվա ընթացքին անընդհատ հարցակած են այս տեղի վրա եւ
անգամ գրծած ենք չարտնել իրենց, թե իրենց տեխնիկային, թե մարդկային ուժին չարտելացենք։ Ռազմական իմաստը ինչ է, այս քակատները որ կրավեցինք, շատ կարևոր են, որովհետեւ պաշտպանենք մեր շրջանը, որովհետեւ չի ռումպգործեն, թեև դակավին կրնան գոր ռումպգործել մյուս ուղղության վրա։ Չափազանց կարևոր թիրքեր գուտա մեզի, հոգեբանական իմաստով նորեն կարևոր է, քամաշրջանի ժողովուրդ եւ մանավանդ մեր զինվորները ավելի քան երբեք ինքնավստահ են, փորձառություն ունին, գրիվի փորձառություն ունին, այս վերջին ամիսներուն շատ բան շահած են այդ իմաստով եւ ավելի քան երբեք ուժեղ ենք, տեխնիկա կրաված ենք, թանկեր, մանավանդ թանկեր, բազմաթիվ, այսինքն լավ է, գուսամ որ գազդեի նաև ամբողջ Արցախի հոգեբանության վրա եւ ամբողջ հայերու հոգեբանության վրա, որովհետեւ գիտնամ որ եթե ուժեղ մնան իրենց թիրքի վրա, եթե գրվին եւ հետո խրամատավորվին եւ խրամատի մեջ մնան ոչ մի մարդակերտի պես գրվին առաջ երթան հետո ամեն մեկը ասի մեր կորձը վերջացավ, ետ երթանք որ գամ մեր ասինչ ընկերը մահացավ, բերի երթանք իր թաղման եւ թիրքերը գծկեն ետ երթան, այսանք աբուշությունները աբուշներ ու բաճարով մեծ գորուսներ դված ենք, մեր հայրենիքի կարևոր մեկ մասն ալ դված ենք, այդ շահումյան մարդակեր եւ այն։ Ուսամ որ բոլորին վրա ազդեի մեր հաղթանակը եւ մեր աշխատելու ցեղը, այսինքն գրվիլ, առաջ երթալ, խրամատավորվել, բահել, հագահարցակում ընդունել, անորալ չարտել ու վերջ։ Լավ, ուրեմն ինձ մենք մի ուզեր 5 լիտր։ Ասեի ինչ է խնդիրը։ Խնդիրը լրիվ ու բանը բացատրի ու վերջ։ Ավո, 5 լիտր է Ստեփանակերտ ավտոն, ինքը գնում ամնում դեմ։ Ես պիտի գտամ նորից վերադառնամ, ես պիտի 20 լիտրն որ գնամ Ստեփանակերտ նորից։ Չէ, Ստեփանակերտները 2 հատ ինքնաշարժ։ Միայն 3, 1 տանկ վերցուցենք, 1 տանկ խփեցինք, 4 հատ տնտանք վերցուցենք, 2 հատ 100 մմ-անոց եւ 2 հատ 76 մմ-անոց, 2 հատ Zu-2 հագոտային զենքեր, 1 հատ ZPU հագոտային զենք, 6 հատ 82 մմ-անոց ագանանետ, 1 հատ դաշակը, 48 հատ AK-74, 2 հատ PKT, ուրիշ ինչ կրավեցինք, եւ նաեւ մորցած են, մի քանի հատ գտոր վերցուցած ենք։ Զինադադարի մասին ինչ կասես։ Ինչ կսեմ, ուրեմն ամենքս գիտենք թե ինչ երադիգա, սեպտեմբեր 25-ին կեսքիշերին պետք է սկսեր, իսկ անգի մոտ 1 շաբաթ առաջ Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները ստորագրեցին այդ բանը։ Իսկ Ադրբեջանի գոմե ստորագրեցին 1 պատճառով, քանի որ մեծ պատրաստություններ կտեսնենք, որ շատ մեծ պատրաստություններ, որպեսզի մինչև ամսուն 25 մեզի ջնչեն։ 2 հիմնական նպատակներ ունեն, մեկը Լաչինի ճանապարհ գծելներ եւ մյուսը Մարդնու շրջան մտնել, կրավել եւ այդպեսով հադրուտ գծել Արցախի մյուս մասեն եւ նույն Ստեփանակերտ հասնել, որովհետեւ մինչեւ զինաթաթարի ժամկետը իրենք մեր գրնակը գդրածլան եւ հետո ասեն լավ, զինաթաթարը հիմա բանակցության մեջ կմտնենք եւ որ հայերը գրեթե ուժ չվինան։ Իսկ իրենց բոլոր ծրագրերը ցախողեցան։ Մարդու շրջանի 4 կողմերու վրա, ամբողջ ճակատի վրա հարցակեցան եւ մեծ հարվածներ գերան։ Մեծ հարվածներ։ Մեկ օրվա մեջ Մաշկալաշենի ճակատի վրա 10 թանկ խփեցինք, 2 BMP, ահագին մարդ, մոտ 120 զոհ այդ 2 օրվա գրիվի մեջ, իրենց Ֆիզլու շրջանի հրամանատարի դեղակալը մերավ, այսինքն շատ վնաս տվենք, հետո Գյուլաբլուի գոմերը, 6 թանկ, 3 BMP, 1 BRDM խփեցինք, 2 թանկերը հետո վերցուցենք, այսինքն ահագին վնաս ունեցան, Մարդնու վրա 3 թանկեր կրավեցինք այդ հարձակումներու ժամանակ, որ Պերտաշենի գոմերը բավական մարդ սպանեցինք, այսինքն ահագին վնասի մեջ էին, չի գրծան հաջողել, ուրեմն եւ Լաչինի ճանապարհն ալ չի գրծան գդրել, ուրեմն երբ որ ժամկետը եղավ զինաթաթարի, իրենք ասին որ չենք գրնար ընդունել այդ զինաթաթարը, քանի որ իրենց նպատակներուն չէին հասած, ուրեմն ոչ մեկ անգելզություն, ոչ մեկ լրջություն կա Ադրբեջանի գոմե, որևէ խաղաղության համար կամ զինաթաթարի համար, եւ դա լավ են, եւ գրիվը բերի շարունակվի, եւ մեկ բան կա որ իրենք չեն քնանի, որ գրիվը ինչքան շարունակվի, այնքան մենք ետ բերի կրավենք մեր դարածքները։
նայ, հայտարարություն է։ Այլևս ամեն օր ժամը 8-ին պատրաստ, տրակտորը եւ սայլը պատրաստ, վիճակը տնեք մեջ եւ հասցնեք։ Առավոտ 8-ին, կեսրը վերջ ժամը 1-ին, գիշերը ժամը 7-ին։ Միջ, ոչ թե ժամը 10-ը, ոչ թե ամեն օր նույն բաղմություն, չիկա, աս չիկա, ան չիկա, մարդիկ բան եւ այլ։ Ուրեմն բոլորն ապրի հասկան ճաշային մեջ, որ ժամը 8-ին արդեն ամեն ինչը պատրաստ է։ Ոչ թե պրիկան ժամը 8-ին հասնի։ Հիմա մեր սահմանները որտեղով անցնելու։ Ինչպես։ Ղարաբաղի սահմանները։ Նայենք դեր, նայենք, աշխատենք։ Մարտին հիմա լրիվ ազատագրված, հա։ Ոչ, դեր շատ տարածքներ կան, որոնք իրենց ցերքի մեջն են։ Շատ տարածքներ։ Շատ գործն ենք։ Այս շրջանի մեջ, բոլոր շրջանների մեջ մեկ բան կա, որ եկես եմ, Հայաստանը եւ Հայաստանի ժողովուրդը պետք է հասկանան, որ պատրաստի մեջ ենք, լուրջ է բաց պատրաստում, մեր բոլոր ուժը պետք է զորաշարժել այս պատրաստի համար, որովհետեւ շուտ վերջացնենք։ Ինչքան գամած աշխատենք, այնքան երկար բիլա, այնքան դժվար բիլա, այնքան զոհեր բիլանք, պետք է հիմա մեր ամբողջ ուժը տնենք աս կորձի մեջ, հաղթենք ու վերջ։ Խաղաղություն բիլա միայն մեր հաղթանակով։ Անկարելի է խաղաղություն տեսնել առանց մեր հաղթանակի։ Իրավունք չունենք ցաղողելու, չենք կնար ցաղողելու, բերի ընենք։ Ինչքան դժվար է Հայաստանի տնտեսական վիճակ, լավ հասկացանք դժվարությունները եւ այլ, բայց պատերազմն այդպես է, պատերազմը միայն դժվարություն է, պատերազմը հաճելի բան չէ, եթե մարդիկ կմտածեն, որ իրենց բարձ կյանքը կգնան շարունակել եւ նույն adեն պատերազմը տանել, ուրեմն շատ աբուշ են, բերի հասկանան, որ բերի զոհվենք, բերի լավ չուտենք, բերի լավ չի հագնենք, բերի դբրոց չերտանք, բերի այս ամեն բաները չմոռանանք, մեր ամբողջ ուժը տնենք ռազմական կորձի մեջ, հաղթենք ու հետո բոլորիս համար ավելի լավ գլա, բոլորիս համար։ Բարևից է դա։ Լավ, շատ կփարեմ ինձ հետը, եթե բոլոր գործերը հաջող անցնին, կալիք շաբաթներուն եւ այլն, գուսամ կարենալ կալ քոնե երկու շաբաթ, բայց պետք է գործերը հաջողին, գներես, նորեն ասեմ գներես։